Էշմիածինի մեջ, հա, Էշմիածին խոշորացված զամանքի Սասունցի Դավիթ թաղամաս։ Մի հատ իրար չխանգարենք, խնդրեմ ասեք, էլ ինչն է խնդիրը։ Այստեղ բոլորը սա խնդիր է։ Մեկ էս ասել։ Թիվ 1 խնդիրը։ Թիվ 1 խնդիրը։ Դիմել ենք, շանտեղ չեն դրել։ Կներեք, ում եք դիմել։ Քաղաքապետարանին։ Էշմիածինի, հա։ Այո, բայլումը դիմենք։ Կոյուղի մար դիմեցինք, ասենք մենք էլ կօգնենք, ինչ պետք է կանենք։ Ոչ մեկը կոյուղի չունի, աղբեր ջան։ Զուգարանները Էսա, զուգարանը։ Անձերները գայի լսում ա մեջը ելեմ թափում։ Ու հոտը խեղդում է։ Մանավանդ երեք ասմահավոր էր, անձրև երեք է։ Հեսա կառաջանանք։ բանը, երկրորդ խնդիրը 50 մետր է, էթանք էլի։ Հեսա կգնանք։ Ժողովուրդ, այսինքն այս տներն է, սեփական տներով, շենքով։ Տնամերձել ունենք։ Ասфальտը լսնելով, մերանց տունքանդեր լսնելով, մի րոպե առաջանանք։ Դու առաջինը կոյուղի հարցը լուծեմ, նոր ասֆալտը, կոյուղ, որ պետք է ասֆալտն անեն, հետո բերեն քանդեն կոյուղի անեն, ում է պետք։ Չէ, հետո երկրորդը։ Այստեղ 30-40 տարի է։ Մեր այս շոշը տեսակ, չէ՞ որ եք։ Հա, Բնակավայր է, այստեղ զնակներ չկա, բան չկա։ Ես անձամբ ավտոն խփեց սպանել, ինքը մահացավ, ես էլ մեռնելուց եմ պրծել։ Մտե չէ։ Այն նշաններ չկա, որ Էդի երբ ա եղել։ Նկարել եմ, դե չեմ հիշում, որը հիշեմ։ առաջ ա եղել։ Քանի։ 5-20 թվին։ Բանը, մեկ էլ այնտեղ գալիս է, այս կողմը կանգար կա, այն կողմը չկա։ Այնտեղի ժողովուրդը իջնում են, շոշը անցնում են։ Մանավանդ մթին էլ ոչ արտաքին լուսավորություն կա, ոչ բան։ Հետներ տրանսպորտ չկա, Երեխեքը գալիս են այնտեղից իջնում են, գնում են ուսումնարան։ Գալի անցնում են առաջի դասարանի երեխեքը, այդ մի քիչ ուշադրություն։ Ոչի բան նվեզի հասի չեն Ամենալավ մուծողներն են, կոմունալ մուծող ժողովուրդը մենք ենք, բոլորը։ Չկա, տենց որ Կանոնավոր, հա։ հասնի։ 10-ից լրիվ մուծվում է, իսկ ինչի՞ պիտի տենց անպատասխան մնանք մենք ամեն ինչ։ Ժողովուրդ կներեք, ինչքան բնակիչ է ապրում։ 54 ընտանիք։ Շատ լինի։ Տենում ես, մոխրոտի կնգավ ցեխի մեջ։ Հեսա գնալու լոտա պետք է ունենանք։ Հա, ժողովուրդ ջան, բայց ձեր թիվ 1 խնդրանքը կոյուղու հարցը լուծվի։ Էսի չէ։ Ուսենս գնում է էլի։ Էդել խափել։ Ստե, հա։ Բայց իրանք էլ ունեն, չէ՞, կոյուղու բանի խնդիր։ Հին այն կողմերն էլ է, չէ՞։ Որ կոյուղի սարքի։ Ինչ անի, հնարավորություն չունի, ասենք մարդը որ բանանի, շարի յոլա է։ Երեխայա բանանի մեջ է։ Ով ուզում է 30-ականները հիշի պիտի գա տնկարան։ Սասունցի Դավիթ թաղամաս։ Вообще, ще կողմից կարեն ատա։ Սա էլի ճամփան է սնչի եղել։ Հա, այսա, ամենա Շանշան ջան, պարախոտ Էսա։ է։ Հələ ջուրը քաշել է մի քիչ։ Երեք հնարավոր Էդինը դուրն է, բայց դրան դեմ է, լսվում է տունը ջուրը։ Էսի երեք ավելի վարար ա եղել։ երեք մա մի քիչ
Բացել են, որ այդ հալսվի կոնեն ծառնի տակը անցնել են։ Էսա, էսելա։ Էդ էլա կոյուղի։ Էնելա կոյուղի, էնալ իմ կոյուղին է, քարերը որ տեղացավ։ Դեռ են առաջի արգա օվկիանոսա չի կարեմ քարա դրե որ վրից անցնի թամներ։ Այն էլ ակոյրու։ Հայտարարություն է, դի ապրելակերպ։ Քաղաքապետ ունենք, որ գալի ֆրմա է։ Բա քաղաքապետը, տիկին քաղաքապետը չի եկել, չի տեսել։ Ինչա պատասխանը։ Կանեն, էդի իր ընտրության ժամանակ։ Քանի ինչքան ժամանակ առաջ էր էդի։ Հեսա նորից ընտրություններ կգա։ Էզեր թաղը գիտես որ պատմությունն է։ Ոչ մի բան չունեք, այն որ մեր երեխու հետեթումա դիմացով թաղում է գալի, դե երեխեն չի մանում ինչա։ Ասում մամա ջան, էս մարդուն էսուր են տանում, մեր ասում է բալա ջան, այնտեղ են տանում, ոչ կոյուղի կա, ոչ ջուր կա, ոչ փողոց կա։ Այդ երեխեն լացում ասում կաղա մեր տուն են բերում։ Հիմի ձերն է։ Տանկարան էլի։ Հեն ջրահարս։ Առաջանան, դրանից պետք է վերել կա, իսին լավ է։ Ինչպես։ Երեխեքը ինչ անեն, հələ քո մասին։ Որտեղ խաղան, թողացեն, թող տեսնեն ու ասեն, որտեղ խաղան։ Ասկի ասելու տեղ չկա, ջրա, ճփչփատ ունեն մտնել։ Էդ էլա կոյուղ էլի։ Էդ էլ մերն է, խատանի տակը։ Թոսը փորը արն են, էլի ոնց կարելի։ Արավը թավալա կուզա։ Թաղամասել կոչվում է էպոսի հերոսի անունով, Սասունցի Դավիթ։ Չէ տարանատարել են։ Շամշան ջան, եմ մեր կողմն եմ մի հատ կանոն։ Տնաշան դու բայղուշ կոյրուն մի ասա, սա կոյուղի, սաղ կոյրուն ես ասում։ Սաղ կոյրուն ասում կոյուղու տեղը։ Տենաս դասատուտ ով է եղել, մեռած կլի չնայած։ Ահա, տես ճիշտ ասում, կոյուղի։ Թե չէ ինչ եկել եմ կոյրուն ասում։ Սա տնարան կոյուղի է։ Հայտարարություն։ Պատուհանի տակ մարդու։ Հիմի այս կոյուղում մարդը ոնց գաստ է երկի ասի պատուհանը բացարա, մարմինը տեսնեմ։ Պատուհանը բացանը կեղտա ջուրն է շնչելու։ Կլծվի նկուղ։ Շամշան ջան, մի բան էլ ասեմ, էլ իմացի։ Այստեղ ստամը այն սովխոզների ժամանակ տներն են, բայց տնամերձ են ստացել 200 հոգի, տներ չեն կարում սարքեն, հնարավորություն չունեն, ոչ ճամփա կա, ոչ ջուր քաշած կա, ոչ գազ կա, ոչ կարում են սարքապսակի։ Կոյրու, ջուրը մարդը չի կարում իր արեսանոցը մտել։ Այն ռամիկ որ դրած են ռամիշները որ աչեն են, էդի կոյուղի է, 4-5 ընտանիքի հետ մատև արդեն բլելա սա զիբիլներ։ Ոչ կարում ենք երեխապսակեմ, ինչ, հողերը տնին հողներ, որ վեկալից արվեցը։ Ձերնեցս վեկալից, սաղին բրնի բաժանի նորից այդ հողերը վրեկներ բանարին վեկալեցին։ Շամշան ջան, մի հատ պարես այլի հանես նկարանես, աղթեք են կարում վերեք Այսի կորել են, որ կոնե մի հատ անձր է վալնում։ սաղ լսվում է գարաժը։ Էլը կոնե այն ժամանակ հողեր կար թեմա, հողերի տակը նոր զուգարան ենք սարքում, հենց սաղի կողմից աջալը բրեհին է երևում, որ չէ դիտը, այդում լսվում է սա գարաժի մարդ։ Հենակ, Ունի կոյուղին է։ դե արդեն պարզ էլի։ 4-5 ընտանիքից հետ հիմա ինչ անենք։ 6 խինչ որ։ Էսա։ Լուկա։ 6 ընտանիք է։ Են ինչ է համոզում։ Համոզում չի ուզում խոսամ։ Տանողի տունը մնաս։ Էս էլ
Կոյրուղը։ Այդտեղ չի մենակ, մի հատ էլ է։ Էսի պատուհանի տակը։ Այնքան են բարձրելու կպին լուսամուտի, որ դու չլսվի պատվան։ Տվել էր հոտը խայտարակություն։ Հույրերին էի խայտարակվեցի, ասպես չոտա գարով։ Ասի ոչինչ, մի շնչե։ Արտաշինչ։ Կոյրուղ, իմը սա էնել։ Ինչ անեմ, պատուհանից տա։ Այս ջրերը հետ, ասի մեկ-մեկ պետք է գալի։ Հա։ Ասը շարը բարձրել է, որ Հեսա։ դու չլսվի դու։ Էսի կոյրուղ, կոյրուղ։ Իմ պատուհանեն էլ էսա, բա մեղկը չեմ։ Բայց ուզենան կարան էլի կապիտալ սարքեն մի գծով սարքեն։ Չէ։ Որ ուզենա։ Քաղաքի կանալիզացիա Բայց առաջ ո՞նց է։ Սրանց մահանեն էտ ասма ցազր է։ Են մարդիկ են ապրում ընդ չել կարում սկի այդ հան։ քաղաքի կանալիզացիան են կողմով է գնում, շոշից են կողմ։ Մի քիչ ծախսալ չեն ուզում անել, դա բանտեղ չեն ասում մարդ ապրում։ Այսքան տարի այս թաղամասի համար ինչ են անել որ Այս մարդ հեսական շլոտել եմ։ Պետք է բան անեն էլի։ Ձեռները քարի տակ չէ էլի, արեք էլի։ Շամշան ջան, դրսելի։ Մի հատ էսի 7-20 ուսումնարանն է դիմացել, այս շոշի դիմացել։ Այդտեղ եկա ուսանողներ։ Երեխեք կան, սովորողներ։ Այդտեղ էլ զնակ չկա, ճամփա չկա։ Էթով գարչոբանքար այթացողն է, անընդհատ Ես ատեղ է կգնամ։ Էդ էլ եմ ուզում տենակ, որ Էսա կգնամ։ մանման հարց է առաջանում, էլի, մարդկանց կյանքի հարց է։ Այդ կողմն էլա, չէ։ 150,000 փող է մուտել, տները չեն սապականացան։ Դե այն ժամանակ իջել էլ այլել է։ Այսօր վաղը, խոյտես չի դի։ Ռսի սավտրն էլի։ Խապում են սա։ Այստեղ հոտ է գալի արդեն։ Էս էլա չէ կոյուղի։ Էս թե էս։ Էսի կոյուղի է։ Աշվանդամ կնի Էսի կոյուղի է էսի։ ախպեր լծվում օրեկան չգիտենք ոնց քաշենք երեխեքի պահենք թե կանալիզացիաներին փոխտանք Ամիսը մի ակապ քաշում ենք, ինչ անենք։ 10,000 դրամ։ Ես փոշակարը բար ո՞նց է ասենք մի մաշին Փոշակները չեն ավել, ասա, Բայց քաղաքապետին չեք ասում ընտրության վաղտ եկար, խոստացար։ ասել ենք։ Գրազը կրման, քավուրսու ես լավ տղեն, որ ասում է չի անելու, ասում են անելու։ Գար կարնեն, ասֆալտ եմ անելու։ Էն է ոչ ասֆալտ արի։ Ասես, ասфальտ եմ Գալիս է ասում ի վիճակի չենք կան տեղը անելու։ Ես ասում Հեսա Արդեն փորձ էս։ Օրինակ այդ չի այնքան հարց է կա, դոկումենտի հարց չեն կարող լուծել։ Նա պետք է տեղեկան քեզ ուզում, ասում ես ինֆորմացիա չունեմ։ Բայց ընտրության ժամանակ Ինֆորմացիա չունես, բայց դեպքում խես հարկ ու վարկ մեզանից վերցնում։ հարկատու ենք սա բոլորն Կանոնավոր բնակիչները մուծումները կատարում են։ հարկը տալիս ենք, տնի գույքը հարկը տալիս ենք, սա տալիս ենք, ինչ կա տալիս ենք։ Բայց մի հատ հարցով որ պետք է անեմ, ինչի իրաց պարտականությունն է վերացա, բայց ավելի է անելու։ Ապրիլի 24-ն է Էշմիածին խոշորացված համայնքի Սասունցի Դավիթ թաղամասում ենք, որը սովետական տարիներից հայտնի տնկարան թաղամասն է։ Այս թաղամասի բնակիչները կարելի ասել ապրում են քարե դարում։ Կա կոյուղու խնդիր։ Մի թեթև եղանակը անձրևում է, կարկուտ է գալի, ձուն է գալի, էլեկտրամատակարարումը դադարում է, հոսանքը անջատվում է։ Ունեն նաև ճանապարհի ոչ որակյալ խնդիր։ Երբեմն թե տաքսիները, ինչու՞ չէ նաև շտաբօգնության բժիշկները չեն կարողանում մոտենալ նշված հասցե, որտեղից որ ազանգ են ստանում պացիենտին օգնություն ցույց տալու համար։ Բնակիչները նշում էին նաև, որ ընտրությունների ժամանակ հենց այստեղ հանդիպում է տեղի ունեցել իրենց եւ Էջմիածինի քաղաքապետի Ձիաննա Ինչաներ ազգանունը Ձիաննա Գասպարյանի հետ, ով բնակիչներին խոստացել է, որ բնակիչներին
չեն թողի այդ խնդիրները երկար քաշեն, կար ժամանակում կլուծեն, սակայն այդ ամենը ինչպես բազմաթիվ մի քանի քաղաքապետերի մոտ է ստացվում, օդ է դուրս եկել։ Օրինակ 3 ապրիլի 23-ին գիտեք, հանրապետությունում տեղացած ուժեղ անձրև է եղել եւ այդ անձրևի հետևանքով մի քանի ժամ բնակիչները հոսանք չեն ունեցել։ Ու հիմա միջև առավոտ քանի ժամ հոսանք չեք ունեցել ժողովուրդ։ Գիշերն անջատել են, առավոտյան նոր տվել են։ Ու հիմա բնակիչները որ ասում են մեր համբերության բաժակը լցվել է։ Մենք հավատացել ենք քաղաքապետին, բայց ստացվում է քաղաքապետը ավելի շատ օդ անող է, քան գործանող։ Հիմա ժողովուրդը հավաքվել եւ այստեղից դիմում են կառավարությանն ու տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարին, որպեսզի վերջապես իրենց խնդիրը լուծեն եւ իսկ նրանց համար թիվ 1 խնդիրը կոյուղին է, գարշահոտ է տիրում առանց չափազանցության, չկա անգամ կոյուղու գծեր ու հիմա ու դրա համար իդեպ դրա համար բնակիչները կանոնավոր վճարումները կատարում են, բայց որակյալ սպասարկում չունեն։ Ժողովուրդ Ինչքան վերջին անգամ երբ եք քաղաքապետարան դիմել, որպեսզի ձեր խնդիրը լուծեն։ Իրանք մեզանից լավ գիտեն, ընտրության ժամանակ իրանք եկել են, մենք ցույց ենք տվել ակրազերի տենց անձրևները տենց գոլել են, անուշադրության հականենք ու գնացին։ 5 տարի առաջ, 4 տարի առաջ ձեր խնդրանքը թիվ 1 խնդրանքը, որպեսզի կոյուղու հարցը լուծի։ Որտեղ իրում է հակասանիտարական վիճակ, գարշահոտ, Գարշահոտը խերտում է։ Երկրորդ ամենակարևորը այս ճանապարհի հարցը լուծեն, անցումները սարքեն, կանգառը սարքեն։ Իվալիտացավ, երեխեքը, այս երեխեքը ճամփեն կտրում ասում են առանց վտանգավոր է ճանապարհը։ Մանավանդ որ արտաքին լուսավորություն էլ չկա գիշերը, փողոցը։ Միջև ժամը քանից է բայց միացնում։ Չավայրան Շամշյանը դու նկարիչ ես դալանի Գալանի տակ ավայրում դուք եք նկարևոր մահացավն։ Մի օքի մահացավ ինքն վիրավորում էր ստացել։ Մեր սա վիրավորվեց, մեկը մահացավ։ 3 հատ փոստ կա։ Կոյուղու համար։ Կոյուղու համար։ Մեկ արդեն քանդվել է, ես վախում եմ տեղ չկա փորեն ժողով։ Օրենու տեղ չկա։ Որտեղ փորեն որ այդ կանալ ամենասաղին է լցվում է։ Բերում ենք քաշում ենք, Իսկ ժողովուրդ չեք ուզում նորից դիմեք քաղաքապետին հիշեցնեք։ Ժամանակը հիշում էլ է եղել։ Տարիա դիմում են։ Բեզարել եք դիմելու։ Ասում դու սեփականացրու, այդքան տարա չի սեփականացում, ի՞նչ անեմ։ Էլ որ տեր կանին Հայ չունածած փողը մուծել, թղթերը հեն ոտմանը կցած։ Այդ որ փողերը մուծել։ Այս էլ բնակիչների մի մասն է, բոլորը գործեն, թե սա վաղն էին ուզում գային, այն էլ վաղը ժամանակ չկար էլի։ Ճիշտ է, եղերնին են գնալ։ Մարկա 30 աստանում։ Հենց եկեք այստեղ նայեք, այսօր, ահա, ցենց արեք։ Այս երեխեն որ գալի ջուր խմելու, ոտից գլուխ ցեխոթնում տունա գնում։ Երեկել սելաֆեր։ Մեծերն էլ նույնը։ մեկ էլ երեխեքի համար տեղ չկա, որ երեխեքը խաղան։ Երեխեքը ֆուտբոլ են ուզում խաղան։ Տեղ չկա։ Տեսեք ընդեղի շարքեր կարան սարքեն, բայց չեն սարքում երեխեքի համար։ Այստեղ մարդիկ ուզում են հանգստանան, ուզում են քնեն, գործից գալիս են աշխատանքից, երեխեքի վրա գոռում են, ասում են գդակով մի խփեք։ Երեխեքն է մեղք չունեն, ժողովուրդն է մեղք չունեն։ Բայց այդ հարցն էլ է պետք լուծել, որովհետև մեր ապակը երեխեքն են, ապակա սիրունքն է, ոչ մեկը տիրություն չի անում, այդ խնդրանքներն են, շատ մեղք ենք, իրոնք մեղք են մեր ժողովուրդը, ամեն ինչը խոսք են տալիս, բայց ոչ մի բան չեն անում, ամեն ինչը սուտ դարավ։ Մանկապարտեզ կա սովետի ժամանակ, հիմա ետել են քանդել, Բայց գործում է թե չի գործում։ գալիս են նայում են ու գնում են ոչ մի բան Են հացի խանութներ, են ծախել են տուն են սարքել։ Այնով է հեծանիվի մասին ասում։ Արեք, լուրա տիկուլին կաչեկա։ Սարի տիկու ասա վաղացել համար եք տերել է։ Գագուլ ջան, չես կարա դու ասել։ Դե երեխեք ամանչում են պոստը, թող ծնողներ ասեն, ինչ տարբեր։ Հա դե ծնողներն էդ ասում, ասում վարչապետը ասում է հեծանիվ քշեք, երեխեքին հեծանիվ ենք ուզում առնենք, բայց երեխեքը այս փողոցին հեծանիվ առնեն ընկնելու են։ Ես 5 հատ թոռ ունեմ, իմ 5 թոռները
տեղ չկա որ խաղան, փոքր են։ Այնտեղ ճիշտ է սարքել են խաղահրապարակ գոյենք մի քիչ գոյենք, բայց թող կարգին տեղ սարքեն։ Ասող մենցերի համար է, ուսումնարան երեխեքը գալիս են իրանք են պարապն։ Այդ երեխեքի համար իմ երեխեն իմ թոռը 4 տարեկան, 5 տարեկան, այդպես փոքր թորնիկներ են, իրանք ինչ պետք է խաղան դրա վրա։ Գնդա ասել է, ասեցի դրա համար։ Հա։ Հեծանի որտեղ ես ուզում քշես։ Դե բայց չկա։ Չես կարա։ Չկա։ Ուզում եմ հեծանել քշեմ, ուզում եմ քշեմ սաղ փոսը, գնում եմ համարյա հեծանելս։